Այս փոքրիկ գյուղը Մարտակերտի շրջանի նոր Հայկաջուր գյուղն է։ Բարև բարեկամներ, Արցախի հանրայինի եթերը շարունակում է մեզ ծրագիրը։ Առաջիկա րոպեների մնացեք մեզ հետ կփորձենք հնարավորինս ամեն բան բացահայտել այս գյուղի մասին։ Մարտակերտի շրջանի նոր Հայկաջուր գյուղը գտնվում է մայրաքաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա, ունի 123 բնակիչ։ Համայնքի մեջ է մտնում նաև հարակից Նոր Ջրաբերդ գյուղը։ Հայկաջուրը փոքրիկ գյուղ է, աշխարհագրական դիրքից գյուղացիները չեն դժգոհում, հարմար է եւ անասնապահության եւ հողագործության համար։ Գյուղին ավելի լավ ծանոթանալու գյուղացիներին հանդիպելու համար ընդհանուր ասֆալտապատ ճանապարհից բաժանվող նեղ ճանապարհներից մեկն ընտրեցինք։ Եկանք, հասանք համայնքի կենտրոն։ Այս փոքրիկ շենքը նոր հայկաջուրցիների համար ծառայում է եւ որպես դպրոց, եւ որպես համայնքի կենտրոն, մշակույթի տուն ու նաեւ բուժկետ։ Հետաքրքիր է ինչպես է հաջողվում այս ամենը տեղավորել ընդամենը մեկ շենքում ու ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ։ Կփորձենք պարզել հենց հիմա։ Սկսենք դպրոցից։ Նախկինում հայկաջուրցիների համար որպես դպրոց ծառայում էր գյուղի տներից մեկը։ 2005 թվականին տեղափոխվեցին այստեղ։ Հանրակացարան էր, այնուհետև 5 թվականին հարմարեցվեց որպես դպրոց եւ 5 թվականից մինչեւ այսօր դպրոցն այս շենքում է։ Մի քանի տարի կարծես թե առանց որևէ խնդրի հնարավոր էր կազմակերպել դասապրոցեսները տարիների ընթացքում աշակերտների թվի աճի հետ կապված նաեւ նոր խնդիրներ են գլուխ բարձրացնում։ Դպրոցում գործում են 6 համակազմ դասարաններ, աշակերտների թիվը տարեստարի ավելանում է եւ դասարանները շատ փոքր են, այդ իսկ պատճառով շատ համակազմ դասարաններում այն դասաժամերը, որոնք առանձին անում ստիպված կազմակերպում ենք նաև ուսուցչանոցում։ Դպրոցի պայմանների ներսից ծանոթանալու ցանկություն ունեինք, իսկ թե որ մուտքով մտնենք, պարզվում է բոլոր մուտքերն էլ դպրոցինն են։ Ամեն մուտքում 2-3 դասարան։ Այս տարի գյուղը նախադպրոցական տարիքի 8 երեխա ունի, ինչը նոր ուսումնականում լուրջ խնդիր կառաջացնի։ Տարական դասարաններում դասարանները կոմպլեկտավորված են 2 դասարան միասին եւ այս տարի հնարավորություն չունենք առաջին երրորդ դասարանը միասին 10-ից ավելի աշակերտներ կունենանք եւ չունենք նման պայմաններ, որպեսզի այս աշակերտներին տեղավորենք այս փոքրիկ դասարաններում, մանավանդ այդ դասարանում գտնում է նաեւ գրադարանը։ Կծանոթացնեք մեզ դասարանների վիճակի հետ։ Այո։ Սա երրորդ դասարանն է, որը նաև հայոց լեզվի եւ գրականության կաբինետ է։ Կաբինետը կառուցվել է, պաստառները տրված են նախարարությունից, իսկ մնացած բոլորն պատրաստված է հայոց լեզվի գրականության ուսուցչուհի Լուսինե Այվազյանի միջոցներով։ Բոլոր դասարաններն են այսպես փոքր։ Այո, բոլոր դասարանները համարյա նույն չափսեր են։ Սա մեր համակարգչային կաբինետն էր, դպրոցը մինչև 2015 թվականի սեպտեմբերը չուներ համակարգիչներ, երկու համակարգիչ ուրեմն դպրոցի նվիրվեց ռուսաստանաբնակ հայկաջուրցիների կողմից, իսկ երկուսն էլ Ղարաբաղ Տելեկոմ հակբաժնետիրական ընկերության կողմից եւ սեպտեմբերի 1-ից դպրոցում գործում է համակարգչային կաբինետ։ Այստեղ ունենք 3 համակարգիչ, ընդհանուր դրանց թիվը 5-ն է, բայց երկուսը չեն կարողանում տեղավորել, այդ պատճառով ուսուցչանում են դրանք։ Օգտագործում են համակարգիչները, ունենք նաև ինտերնետ կապ։ Կուզեի, որ դպրոցը մեծ լիներ եւ լիներ առանձին կոմպյուտերների կաբինետ, որպեսզի կարողանան երեխաները այնտեղ ինֆորմատիկա առարկայով զբաղվել։ Կուզեի նաև, որ կահավորված լավ մարզադահլիճ լիներ։ Փոքրիկ շենքի մուտքերից մեկն էլ դեպի համայնքի կենտրոն է տանում։ Այս երկու սենյակները ծառայում են որպես համայնքի կենտրոն, մշակույթի տուն ու նաև բուժկետ։ Մշակույթի տան պատճառով, պակասության պատճառով միջոցառումները կազմակերպում են դպրոցում։ Դրա պատճառով է միջոցառումներն, ասենք,
Հենց այս սենյակում են կազմակերպում։ Չէ, դպրոցում են կազմակերպում, սենյակը փոքր է, ստե նստում է բուժկետն է, քարտուղարուհին է, մեկ էլ ակումբի տնօրենն է։ Մոտ 30 աշակերտ ունի դպրոցը։ Միջոցառումները կազմակերպվում են բնականաբար դպրոցի աշակերտների մասնակցությամբ։ Դասարաններն են բավականին փոքր, ինչպես է հնարավոր լինում այս ամենն իրականացնել։ Դե միջոցառումները կազմակերպվում են ամռանը կամ գարնանը, աշնանը դրսում է կազմակերպվում, եթե չէ, ասենք դպրոցի մեջ ինչ-որ մեծ դասարանում կազմակերպվում։ Դպրոցն ընդլայնելու, պայմանների որոշակի բարելավման ծրագրեր կան առաջիկայում։ Առաջարկել են կառավարությանը, հաշվետվության ժամանակ են խնդրել։ Խոսք են տվել, ասենք, մենք ցանկացել ենք, ասենք, նոր դպրոցի տուն, շենք։ Ասել են, էլի հնարավորություն չկա, համայնքի կենտրոն կսարքենք, ասենք դե կլինի բուժկետը, ակումբը, գյուղապետարանը։ Իսկ շենքն ամբողջությամբ կծառայի դպրոցին։ Շենքը ամբողջությամբ կծառայի դպրոցին, հետո խոսք են տվել ևս երկու սենյակ ավելացնեն դպրոցի համար։ Սա կլուծի խնդիրը, ինչ է կարծում։ Դե կլուծի, առայժմ կլուծի։ Ասում են նոր հայկաջուրցիները հիմնականում աշխատասեր ժողովուրդ են։ Նա ով չի ալարում, նաև ապրուստից է գոհ։ Գյուղի աշխատասեր մարդկանցից են, տարիներ առաջ այստեղ բնակվելու եկան։ Եկան, ինչպես Ղարաբաղցին է ասում, կանաչ խոտի վրա գրականելով սկսեցին ամեն բան։ Եկանք տեղափոխվել ենք աստե 2009 թվականի հունվարից եւ մինչեւ այսօր ապրում ենք այստեղ։ Վերևի թաղում տուն ունեինք, այնտեղ կիսակառույց էր, պոլիէթիլենային ծածկի տակ էինք։ Դիմեցիք վարչակազմին, շրանյութ տրամադրեցին մեկ սենյականոցի համար։ Մեր ամուսինը այս տունը սարքեց եւ տեղափոխվեցինք այստեղ։ Հիմա այժմ բնակվում ենք այստեղ։ Մեր ամուսինը եւ իմ կեսրարը կամաց տված շինանյութի օգնությամբ եւ սկսեցինք վերանորոգել տուն։ Կամաց այո օգնությամբ ավազ առնելով, ստեղից քարեր բերելով գյուղից, այդպես սարքեցինք։ Ոչ, մեր ամուսինը երրորդ կարգի աշմանդամ է։ Հետո թոշակը մարով առել ենք ու սարքել։ Ընդամենը այս 3 սենյակն է։ Այո։ Ինչ հաջողվեց անել այս տան վրա։ Դեռ ոչ մի բան, այս փակել ենք այստեղի պատերը ծածկել ենք, որ անձրևից տունը ջուր չթափվի եւ այդքան դեռ ոչինչ չենք, այս սպասում ենք շինանյութին։ Այս սենյակն է երևի Այո, ամբողջությամբ։ մենակ սա է ներանորոգված։ Ձմռանը այստեղ ենք ապրում, իսկ ամռանը տեղափոխվում ենք այստեղ։ Ինչեւ որ տեսնենք։ Ինչ ծրագրեր ունեք առաջիկայի հետ կապված։ Ես նաև տամբակում նորակառույց շենք եմ տեսնում, ինչի համար է նախատեսված այն։ Ցանկանում ամուսինը սարքել, ունենք մի քանի հատ ոչխար, ցանկանում ենք ավելացնել, եթե Աստծո հաջողությամբ կռիվ չլինի, օգնություն լինի, սարքենք, գոմ սարքենք, տան պատերը վերանորոգենք, եթե լինի օգնություն, մինչև որ երեխաները նորմալ տան մեջ մեծանան։ Ինչով եք զբաղվում։ Զբաղվում եմ 3 երեխաներով, ամուսինս այդպես մեր իր ընկերոջ հետ աշխատում է դաշտում։ Զբաղվում է։ Անասնապահությամբ, հողագործությամբ զբաղվում եք։ Այո, հողագործությամբ ամուսին զբաղվում է։ Այնտեղ բոստանի ունենք բաժաններն ենք վարում։ Ջրի պակաս է լինում եւ շատ քան չի լինում, որ տեղածը վաճառենք այո։ Մենակ ապահովում ենք ընտանիք բավարարել։ Ինչ հեռանկարներ ունեք այս գյուղի հետ կապված։ Հարազատ է այն մեզ համար, շատ ենք սիրում։ Այնքան շատ դժվար էր ապրել Շուշիում մենք մի քանի օրը կռվի ժամանակ։ Նոր հայկաջուրցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է։ Գյուղը նրան Արքայախնձորի այգի ծխախոտի ցանկատարածություն ունի, որը գյուղացիների համար աշխատատեղեր է ապահովում։ Բազմակողմանի, ասենք, եւ հացատիկային բույսերի մշակումը, եւ այգեգործությունը, եւ անասնապահությունը, նույնպես բանջարաբոստանային կուլտուրաները մշակումը զարգացած է նորմալ կատարում։ Ուղղակի ջրի խնդիրներ ալնում, ասենք անցած տարի միշտ ջրի խնդիրներ ալնում։ Անցած տարի
ջրի խնդիրների պատճառով, ասենք, բոստանները տուժվեց, բանջարաբոստանային կուլտուրաները տուժվեց, ասենք, թութնարագործությունը որ մեծ աշխատատեղ էր տալիս, տուժվեց, բերք չստացանք, ասենք, երաշտի պատճառով ջուր չեղավ, տուժվեց։ Ջրի խնդիրն է, ոռոգման ջրի խնդիրն է։ Յուղունի մոտ 500 հեկտար, ասենք, դրանցից արոտավայրեր կան, 420 հեկտար վայրելա հողա, մնացած արոտավայրը, 8 հեկտար այգի կա, Եվեևի ջրաբերդը անասնապահությամբ են զբաղվում, հողերը քիչ են, մեր մոտ էլ այդ հողագործությամբ ասնեն։ Տարիներ շարունակ Հայկաջուրը ջրի խնդիր ուներ, այսօր այն արդեն լուծված է։ Կարծես թե հողագործության ոլորտի համար այս տարին բեկումնային պիտի դառնար, սակայն ապրիլյան պատերազմը խանգարեց։ Չի ասի ավելի շատ հող սկսեց մշակվել, որովհետև այս քարոյա պատերազմը շատ մեր տուժեց յուղացիներին, որովհետև գառնանացանի ժամանակ հենց կատարվեց այդ պատերազմը, յուղացի տղեկը արդեն գնացել էին, տուժվեց, գառնանացանը տուժվեց մեր մոտ։ Հիմի նոր սկսում են, բայց ուշացումով նոր սկսում ենք արդեն գառնանացանի մասին մտածել տեսնենք ինչ կա։ Ճանապարհից դժվար է չնկատել նորատունք Նռենու այգին, Գալստյանների ընտանիքի տարիների ձեռքբերումն է։ Գյուղատնտեսության մեջ ամեն բան փորձել են այս մարդիկ։ Բանջարաբոստանային կուլտուրաների մշակման գործում արդեն մի քանի տարի առաջիններից են։ Հարակից գյուղերում, նույնիսկ շրջկենտրոնում գիտեն, ամենալավ բանջարեղենը Գալստյաններինն է։ 7 տարի առաջ մասնագիտությամբ զինվորական տղաները որոշեցին Արցախում ծառայել։ Որոշումն ամբողջ ընտանիքի համար էր։ Եկան ու սկսեցին ամենապարզ քայլից։ Սկսեցինք ոչխարից։ Սկզբից արանք ոչխար, մի քիչ ոչխարը պահելը դժվար է, հետևից պիտի մանգողա, բայց մեջքս ցավմա չեմ կարում։ Ճարս կտրված ոչխարը ծախեցի, խոշոր անասուն արար, կովեր։ Ու սկսեցի անասնապահությամբ զբաղվել։ Անասուն ենք պահում, հավ, հինդուշկա, փառք Աստծո, ամեն ինչն էլ կա։ Եվ պիտի այս ամենին ավելացնեմ, որ մենք նստած ենք ձեր նոր դեռևս պտուղներ չտվող Նռենու այգում։ Այո։ Պրոստո ուղղակի մանրանալը համար, որ ստեղ մետալի լավ, շոկ է լավ, սաղ չորացա։ Փոշին շոկը չի թողում ծառը բուսու աճը, էլի։ Դե նա փառք Աստծո, այս 6 ամիսա մեր արտիզանն էլ է գալիս, գյուղում ջուր կա խմելու։ Բարելաված է, գյուղը նորմալ է։ Ճիշտ ասած, ես ծնունդով Երևանցի եմ, բայց գալով այստեղ բնությունը տեսնելով ինձ գրավեց ամեն ինչ։ Ու հաշվի չարավոչ մի դժվարություն էր։ Կարևորն էր, որ իմ տղաները իմ հետ էին, իմ հարսները, իմ թոռները ինձ հետ էին, իրանք արդեն մեծ ուժ էին ինձ համար։ Ու սկսեցինք ամեն ինչը։ Էդ էլ ասեմ, որ խոշոր անասուններ ենք պահում, մշակել ապետ դրանց կաթը, փառք Աստծո, բոլոր աֆիցերների երեխաներին ապահովում եմ ես, թե կաթով է, թե մածունով է, թե պանիրով է, կարողանում ենք, այսպես ասած, մեր ստացած եկամուտով կարիքները հոգանք։ Ապրել եմ Արտաշատ դվինում, ընդդեղի ժողովուրդը տրանից ավելի լավ են գլուխանում ու իրանց եկամուտը տա է։ Նրանցից եմ ես սովորել, փառք Աստծո, լավ է ստացվում իմ մոտ։ Կարողանում եք վաճառքի հանել, եկամուտ ստանալ հողից։ Այո, վաճառվում էլ է, դաժե չեմ էլ հասցնում տանեմ շուկա, որ ծախեմ, իրանք են գալիս, դաշտից են տանում, իհարկե դաշտը մեջ չընդամենը 20 սոտու խող է, բայց նիչևո, ժետ можно։ Ոչ բոլորն են կարողանում հողից նորմալ բերք ստանալ։ Հաճախ ենք հանդիպում մարդկանց, որ նույնիսկ աշխատում են, բայց էլի հողից կարծես թե չեն ստանում աշխատանքին համարժեք արդյունք։ Հողը որոշակի վերաբերմունք սիրում է, հողը ընդհանրապես գաղտնիքը ո՞րն է։ Այո, ամեն ինչն էլ իր գաղտնիք ունի, իր ժամանակ ունի, ձև ունի։ Մարդկա սե գյուղում, որ սերմը ցանում են շիթիլի վերցնում, ասում ես ոնց անեն անմա տենմա հա արդյունք կա, մարդ էլ կա, ասում ես չի լսում, տենմա դուրս չեկա, գալիս ասում բայց շիթիլից ինձ մի 10 հատ տուր տանեմ հայաթը ստենեմ, տանում շիթիլի հայաթը դնեմ նույն շիթիլն է, ինչ որ ես եմ տանում պամիդոր աճացնում,
Իմ պամիդորս լավն է դուրս գալիս Իրանը չորանմա յա ձողի նման շիթելը բարձրանում ասում այդ ոնց է լավ քոնը լավ է լավ իրեմ այն շիթ այն պամիդորը չես տվել մարդ պիտի գիտեք եսասեր չլինի Ինչքան էլ մարդ իմանա բայց խորհուրդ հարցնելը օգուտ քաղելն է Եթե խորհուրդ չհարցրիր, ասիր ես գիտեմ, ես անում եմ, ես սենց եմ, դու ոչ մի բանի չես հասնելու բաց։ Գյուղում ասում են, որ ամենալավ բանջարեղենը ձեռն է լինում միշտ։ Եվ գյուղացիների մոտ է ընդունված, եւ շուկայում առնողների մոտ է ընդունված ճանաչելի գաղտնիքը որն է տակրկիր է։ Ճիշտ են ասում։ Շնորհքն ալի։ Հիմնականում մենք որ ասենք ապրել ենք դվինում երկար ժամանակ, զբաղվել ենք հողագործությամբ, այդտեղ էլ հենց մենք գաղտնիքները գողացել ենք, այսպես ասած։ Ու բերել ենք Արցախ, այո։ Հետո որ ասում են, ասենք բանջարաբոստանային բույսերը դժվար են սպառվում, բան չէ։ Գուցե հենց այդ վերաբերմունքն է կամ աշխատանքը գնահատելը, աշխատասիրությունն է, որ հենց ձեր աշխատանքի արդյունքն այդքան գնահատելի է։ Ինչ եք կարծում։ Կարող եմ ասել, որ այո, եթե ես ասեցի, եթե սեր կամ ինչ որ ուզում ես անես, պետք է անպայման սիրով նվիրված լինես գործին։ Եթե սիրով չնվիրվեցիր, չգիտեմ, ես 2 շաբաթ Երևանում էի, ես մերս հայաթին կարոտել էի, որ եկել եմ ծառները, սենց արդեն տեսել եմ լավ բարձացած կանաչած չէ, ոնց որ ես ընկել եմ այն դրախտի մեջ, կուզի ասենք վիճակը հիմա պատերազմային է բան, բայց միևնույնն է, համակերպվել ես արդեն ամենալավը Այնա ինչ որ դու քո ձեռքով ստեղծել ես։ Ընդհանրապես հեշտ է գյուղում վաստակել, ապրուստ ունենալ։ Կասեմ մի բան, եթե ցանկություն եղավ, ուրեմն ամեն ինչի հնարավոր է հասնել։ Միայն լինի ցանկություն։ Ես այդ գիտեմ, որտեղ մենք ունեցել ենք ցանկություն ու հասել ենք այսքան բանի։ Չնայած մեր տղաները դեմ են, որ մենք ասենք չարչարվենք, ինչ անենք, դե մամա, պապա, եկեք մեր մոտ։ Ասում են գանք կվարտիրաներում մենք ինչ անենք, ասենք օֆիցերսկի շենքերում են։ Ոնց որ ասած մենք էլ այստեղ մեր հանգստությունն են գտնում, որ կարողանում ենք ինչ-որ մի բանով երեխաներին օգնած լինենք, թեկուզ հենց տնական էս կաթնա, մածուննա, պանիրնա, որ մեր երեխեքն են ուտում, արդեն մենք զգում ենք, որ հա, դա արդեն ոնց որ ասած մինուս ես պլյուս եմ դարձրել արդեն երեխաների մոտ։ Անդադար նստես ու բողոքես, որ դժվար է, կյանքը պայքար է, պետք է ապրես։ Ոնց կարելի է նստել, ցեկերը ցալել ու ասել դժվար է։ Իհարկե սոված կմնաս։ Եթե ուզում ես դժվար չինի, կներեք իմ արտահայտությունս, բայց էլի բան կասեմ, իմ ողորմիցի կերես կասեր, ձերքերդ պիտի կեղտոտ տնի, որ բերանդ մեղրոտ տնի։ Այո։ Պիտի անես, որ ապրես, որ չանես ու նստես ձերքերը ցալես, ասես դժվար է, չեմ կարում, բարդ չկա։ Կամ մենակ կարում եմ, անում եմ, ուզում եմ, անում եմ։ Չեմ ուզում, չեմ անում։ Всё։ Ցանկություն։ Իհարկե դժվար է, գյուղի կյանքը դժվար է։ Ջուր չկա, գիտեմ, էշ չկա, ռեալիզացիան է դժվար։ Բերքի բանի չէ, բայց մսամթերքը հա, մի քիչ դժվար է անասունի միսը վաճառելու, որովհետև գալիս են ոնց ասեմ, քեզ համարյա բան չմնում, քեզ քո չարչարան կտա մնում։ Ապրիլյան պատերազմի ընթացքում վտանգի տակ էր նաև նոր հայկաջուրը, պատերազմից խոսելով Ռուդիկ Գալստյանը ծխախոտի երկրորդ գլանակը հանեց։ Դժվար է պատերազմի մասին խոսել մի մարդու համար, ով ստիպված էր 91-ին հայրենի գյուղը թողնել, իսկ այսօր նա առաջնագծում 2 որդի ունի։ Մի տեսակ ավելի են կամրացել այս հողի վրա, անկեղծանում են իմ զրուցակիցները։ Ճիշտ ասած, այս քարորյա պատերազմում շատ վախեցանք։ Վախեցային բանով հիմնականը երեխաների մոմենտով, որ առաջնագծում են, հա, բայց չգիտեմ ինչ որ մի բան, մի ներքին ձայն ինձ ասներ, որ լավ է լինելու։ Չգիտեմ, մարդ կա երևից ծաղում է, որ Աստծուն հավատում ենք, բայց ես ամեն ինչ կապել էի Աստծու հետ։ Ամեն իրիկուն, ամեն առավոտ ես միշտ Աստված ջան, միշտ լավը լսենք։ Այս պատերազմը, որ էլա այս 4 օրվա ընթացքում հետո մեծ տողս հետ որ խոսացի, ասի տղա ջան, ինչ ես մտածում, ինչ անելու, ասեց պապա ինչ մտածեմ, ձեր արած կիսատ գործը պիտի վերջացնենք։ Դուք կիսատ էիք թողել, այդ թուրքին ենքան էիք արտահայտություն տվել, որ այդ գլուխը բարձրացրեց։ 25 տարի որ դեպի խաղաղություն էր, բայց խաղաղության նման չէր։ Սա մեր գյուղն է, մեր հողն է, թուրքն է ապրել այստեղ։ Նա է ղոնաղել էլ հյուրիլ այստեղ։ Մենք մեր հողն ենք։
Թողնա մտածի, որ ոնց անել։ Այսքան ջահել էր 18 տարեկան երեխեք կորցնելուց հետո вообще ոչ թե 100%-ով ճիշտ է 200%-ին իմ չի 200%-ով ես տոս դուրս եկող չեմ։ Ես էլ դուրս չեմ գա։ Էսի մեր հողնա մեր պապական հողն։ Հələ իմ հողս իմ Մարգուշևանը։ հողս այնա Մարգուշևան, Լեննավան։ Մեր գերեզմանոցեր ընդեղ են։ Թեյ ու սուրճից նաև ամեն տեսակ հյուրասիրությունից հրաժարվեցինք։ Իսկ այ հայկաջուրի ջրից այս պարագայում լեննավանցիների, նախկին մարգուշևանցիների հայտնի քարի ջրից չկարողացանք հրաժարվել։ Այդ վաղտը համեցեք քարի ջուր տամ խմեք, քարի մեջից։ Քարը քանվում է վեդրոյի։ Սա ինչպես հասկացա ջուր ֆիլտրելու նոր տարբերակ է, թե Չէ, նոր տարբերակ չէ։ ընդհակառակը Պապական է, էդի։ Այս քարը ես Հայաստանան եմ բերել հետս, որ Հայաստան դաժե ընդ գյարնի ջուրն է խմում ժողովուրդ։ Ես էլի լցել եմ քարի մեջ խմել։ Որովհետև մեր շենը Մարգուշևան, ասես չէ, Մարգուշևանց եմ։ Ընդ սա քարի ջուր են օգտագործել, քարի մեջ ջուր լցել են, դե գետի աղբյուրերի ջուրերը էլի բերել են լցել քարի մեջ, քանվել ու ժողովուրդ խմել են։ Այդ բանը տրադիցիան իմ մոտ միշտական կա, քարն էլ օգտագործում։ իմ հետաքրքրությունն ավելի շատացավ, ուզում եմ ծանոթանալ։ Ասացի քարի ջուր, քարը հենց էսա 4 վեդրո 40 լիտր ջուր ատանամ քարի մեջ, լցում ենք, ինքն էլ կաթիլ, այն արաղը պես կաթիլ լցվում է տակին վեդրոյի մեջ։ Մեր չայը, ճաշը, ճիշտ է արտիզանի ջուրը ունենք ամեն ինչ, բայց մեկը քամում ենք, հետո խմում։ Ինչքան ժամանակում է ջուրը մաքրվում, հետաքրքիր է։ Դե, եթե մաքուր ալնեմ քարը, նոր թազա լցածես եմ, երևի մի ժամվա մեջ մի վեդրոն լցում է։ Բայց եթե գնալով հա ինքը բանանում չէ, կամանց ինչքան կամանց քանվի, այնքան լավ։ Եվ ջուրն է սառը հովա պահում ջուրը, սառը պահում։ Եվ մաքուր ալնեմ, խմելուց հաճ կերնի, սա լցեմ փորձեք դսեք։ Համեցեք։ Իրոք շատ սառը ջուր է։ Եթե տարիներ առաջ ասում էին հայկաջուրն առանց ջուր, այսօր երևի ասում են հայկաջուրը արդեն քարի ջրով։ Իսկական թիմի հայկաջուրը, որ ջուրով հայկաջուրը կա, ռոկմանը ջուրն էլ կա, խմելու ջուրն էլ կա, փառքաս։ Ժողովուրդը այսօրվա օրով մի քիչ չալարեն նորմալ կլինի ամեն ինչ։ Ինձ տակիր այս տեխնոլոգիայի արմատները որքան խորն են։ Մեր պապերից է գալիս էսի, քարերը ընդեղ օգտագործելուց են էլ միշտական։ Դե այն վաղտը արտիզան չլել, արխի ջրերն են օգտագործել, քարերը այս ձևի քանդակել են, որ սարքել, հա, քարակուսի է, էլի սա, բուրգի նման է։ Կար մարդիկ, որ գլոր ձևն էին սարքը, մեկը ոնց ուզում է սարա տակից, որ գլորվում է, ինքը կաթելի տարմա մի հատիկ, ուղիղ վեդրոյի մեջ, անկյուններով չելի, որ ամենտեղ կաթա չիմանան ոնց անեն։ Այս քարը տուֆի քար է, ինքը տուֆ է, թեթև քար է, ու ջուրը մեջով անցակացնում, ամեն քար չի դառնում, որովհետև քար կա, որ խտություն ունի, նա ջուրը բաց չի թողում, այնքան որ քաշում է ջանը, բայց դաշե ուժը չկա, բայց էսի տուֆի քարը ինքը թեթև քամում է, ջուրը ավազը, կեղտը, ամեն ինչը մնում է մեջը, բայց մաքուր կաթիլով կաթում։ Գյուղի ավագ սերունդը ձգտում է պահպանել պապենական գյուղի ավանդույթները։ Հենց այս սերնդի աչքի առաջ է գյուղն ավերակներից շեն դարձել։ 2004 թվականից է հիմնականում վերաբնակեցում սկսվել ստեղից։ Վերաբնակեցումը կատարվել է հիմնականում նախկին հայկաջուրցիների, մարելյան սարոցիների միջոցով, որովհետև այդ գյուղերը, մեր գյուղերը դեռևս օկուպացված են թուրքերի կողմից, 12 տարի հետո հազիվ նոր մնակավայրը հատկացրեցին եւ վերաբնակեցում սկսվեց։ Սկզբում 6 տուն կառուցել են, առաջին վերաբնակիչներն են եկել, որից հետո սկսել են կամաց, ասենք, տարեկան 1-2 տներ կառուցելը։ Այսօր Ղարաբաղում անգամ 5 գյուղերը, որոնք եղել են կամ թեկուզ
ավերվածության չեն ենթարկվել, նրանք անգամ խնդրեմ ունեն։ Ուր մնաց թե վերաբնակեցող գյուղը, որ ավերակների վրա է հիմնում, խնդրեմ չունենա։ Բոլոր գյուղերն խնդիրներ ունեն։ Ճիշտ է, կան խնդիրներ, որ լուծում է մի քիչ ժամանակին, կան խնդիրներ, որ ուշ է լուծում, բայց բոլոր դեպքերում պետք է ձգտում ունենալ, որովհետև դա լուծելի խնդիրներ են։ Գյուղի համար մեկ խնդիրը մինչև հիմա էլ եղել է, մինչև անցյալ տարի դա ջրի, խմելու ջրի խնդիրներ եղել, անցյալ տարի վարչապետի անմիջական հովանավորությամբ նախաձեռնությամբ այդ հարցը լուծեցի, հունվարից արդեն գյուղը ունի խմելու ջուր։ Ինչ է պետք ձեր կարծիքով գյուղին զարգացման համար։ Կրթական-մշակութային հարցերը մի կողմ, դպրոց է, մշակույթի տուն է եւ այլն, բայց բոլոր դեպքերում առաջնահերթությունը պետք է տալ նաեւ գյուղի չոռոգվող տարածքները ոռոգելի դարձնել եւ սկսել հողը մշակել, բազմամյա կուլտուրաներ, հարմար տարածք է եւ անասնապահությունը զարգացնենք եւ գյուղատնտեսությունը զարգացնենք։ Այստեղ որ ասեմ ես շատ կարճ ժամանակներում ինչ որ գործարանը հիմնվելու կամ ֆաբրիկա, դա սուտ կլինի։ Մենք պետք է միակ ճանապարհը հողի հետ աշխատանք։ Այո, հողի հետ աշխատանք, զբաղվել անասնապահ։ Ինչի՞ չէ, թող անասուն 5 հեկտար ցորեն ցանի, թշնաբուծությամբ զբաղվի, թող այգի հիմնի, քիչ հիմնի պարտադիր չէ, որ միանգամից 5 հեկտար հիմնի, թող ամեն տարի 20 ար հիմնի, այսինքն 0.2 հեկտար, քիչ հիմնադրելով ստանան մշտական միշտ էլ միրգը գին ունենալու է։ Մեր տեղանքում էլ նուրը եւ արքայախնձորը տալիս են չտեսնված բերք։ Զարգացման տեմպերը դանդաղ են, բայց նկատելի, համոզված է իմ զրուցակիցը։ Գյուղատնտեսության տարբեր ճյուղերով զբաղվում են հայկաջուրցիները։ Լավ ապրուստ ունենալու եւ վերջապես գյուղը զարգացնելու մի ճանապարհ կա՝ աշխատասիրությունը։ Սրանում հայկաջուրցիներն արդեն համոզվել են։